Բրենդի ստեղծման գաղափարը մանկական խնամք ցանկացանք ունենալ հայկական արտադրության։ Սկսեցինք այդպես մանկական խնամք, հղիների, կրծքով կերակրող մայրերի ու առհասարակ զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար խնամք։ Բայց հետո ավելի ընդլայնվեցինք, եթե բրենդը դեռ 1 տարեկան չկա, բայց ես կարծում եմ, որ այս մի քանի ամիսների ընթացքում մենք բավականին սիրվել ենք ու դրա մասին խոսում են, որ հաճախորդները վերադառնում են։ Արդեն մենք ունենք հավատարիմ հաճախորդներ, որ անընդհատ վերջացավ, պատվեր գրանցեցին, վերջացավ, գնացին։ Ինչով ենք մենք տարբերվում։ Իշ ոչ մի բրենդի կարծում եմ, չգիտեմ, կարող հստակ պնդել, բայց ես այդպես եմ կարծում, որ պատվեր գրանցելիս ոնց որ տպավորություն, որ մանկաբույժի հետ շփվեն։ Իրենք գրում են, ուղարկում են նկարներ, որ մեր երեխայի մոտ սենց է, մեր երեխայի մաշկը այսպեսին է, իմ մաշկը այսպեսին է, մետ կնայեք բան։ Հասկանում ես, որ շատ ուրիշ ձև են բրենդին վերաբերվում, հենց ելնելով այն փաստից, որ բրենդի հիմնադիրը մանկաբույժ է, բազմաթիվ кейսեր ունենք, որ հենց ատոպիկ մաշկ ունեցող երեխաներին շատ օգուտ են տվել հենց Ջանեցյանի պրոդուկտները, նույնիսկ ֆենոմենալ արդյունքներ ունենք, որ ուղարկում են 3 օրվա արդյունք, չգիտեմ, 5 օրվա արդյունք, իրականում մենք դա ասում ենք դա խնամքի միջոցադեղորայք չի, բայց ամեն դեպքում իրենց ուղարկած արդյունքները բոլորը համաձայնում են, որ մենք հենց բաց անունով հրապարակենք, ինչը մեզ շատ ուրախացնում է, ասում են դուք հրապարակեք մեր ուղարկած նկարները, թող բոլորը իմանան, որ այսպեսի բրենդ կա ու ինքը հայկական է։